Պարոն Կարապետյան, չպատասխանեցիք 6 հարցին, երեկ ասում եք պատասխանեմ, հիմա այսօր ժամանակ ունեիք, չպատասխանեցիք։ Չունեք պատասխան, փաստորեն, համեցեք Տիկին Ղազարյան։ Պարոն Կարապետյան, այսքան ժամանակ միակ բանը, որ դուք բարեհաջող դիվերսիֆիկացրել եք, դա ձեր հորեղբոր անձնագրերն էին, բարեհաջող դիվերսիֆիկացրել եք, եւ այո, կարող էր Սամվել Կարապետյանը լիներ Հայաստանի Հանրապետության վարչապետ, եթե հրաժարվեր իր դիվերսիֆիկացված անձնագրերից երկուսից, բայց հանուն Հայաստանի Հանրապետության փրկության այդ երկու անձնագրերը այդպես էլ հրաժարման դիմում չստացան։ Դրա համար մենք գիտենք ձեր դիվերսիֆիկացիան ինչ է։ Իսկ եթե ես այսօրվա քննարկումը ամփոփելիս լինեի 1 հարց ու պատասխանով, դա կլիներ միանշանակ Նարեկ Կարապետյանի եւ Արեգա Հովսեփյանի միջև հարց ու պատասխանը։ Պարոն Կարապետյան, դուք անում եք հետեւյալ պնդումը, որը ամփոփում է ընդհանուր առմամբ ոչ միայն ձեր, այլ նաեւ Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահների եվրոինտեգրման օրակարգը։ Ձեր հայտարարությունը հետեւյալն է. ինստիտուցիոնալ առումով եվրոպական ուղղությամբ են գնում։ Իսկ քաղաքական առումով ռեալ պոլիտիկից կհասկանանք։ Եվ այս միտքը դուք այստեղ ասենց բացվածքը տալիս եք։ Եվ դուք ճիշտ եք։ Էսա ձեր եվրոպական ինտեգրումը, սա եղել է նաև Սերժ Սարգսյանի եվրոպական ինտեգրումը, Ռոբերտ Քոչարյանի եվրոպական ինտեգրումը։ Եվ մեր քաղաքացիներին ավելի պարզ ձևով բացատրեմ, թե ինչ է նշանակում Սերժ Սարգսյանական եվրոպական ինտեգրում։ Դա նշանակում է 5 տարի համոզել եվրոպական գործընկերներին, որ ստորագրում ես ասոցիացիան համաձայնագիր, գալիս է պահը եւ դրանից մնում է մենակ սեպան։ Սիրելի քաղաքացիներ, որպեսզի դուք պատկերացնեք, թե դա ինչ է նշանակում։ Ասոցիացիան համաձայնագիրը մեղմ ասած բաղկացած էր երկու մասից։ Մեկը այդ քաղաքակրթական, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, դատական ռեֆորմներ, այդ փաթեթն է, դա եկեք անվանենք սեպա։ Երկրորդը DCFTA է, որպեսզի մեր քաղաքացիները ավելի լավ հասկանան, դա ազատ առևտրի փաթեթն էր։ 5 տարի բանակցելուց անց սեպտեմբերի 3-ին մի հեքիաթային գիշեր Սերժ Սարգսյանին համոզեցին, որ տնտեսությունը այնուամենայնիվ ռեալ պոլիտիկից դրդված պետք է զարգացնել այն ժամանակ մաքսային միության շրջանակներում։ Եվ սա է ընդհանուր առմամբ եվրոպական ինտեգրման ձեր օրակարգը։ Սա նշանակում է, մեղմ ասած, կամ եթե մի քիչ էլ գրոտեսկ ասեմ, սա նշանակում է օրինակ Բոլոնյան կրթական համակարգ միութենական պետությունում։ Սա օրինակ նշանակում է եվրոպական մոդելի դատական համակարգ Բելարուսին մոտ ինքնիշխանությամբ պետության մեջ։ Սա օրինակ նշանակում է լավ ասֆալտապատված ճանապարհներ, լավ դպրոցներ, բայց ինքնիշխանության զիջում։ Սա նշանակում է օրինակ եվրոպական ստանդարտներին մոտ բժշկական կենտրոններ, իսկ հոբ համակարգը Ռուսաստանի Դաշնությանը։ Սա է ձեր պատկերացրած եվրոպական ինտեգրումը։ Եվ երբ ես հարց էի տալիս Տիկին Հովսեփյանին, որին նա այդպես էլ չպատասխանեց, ով է հիբրիդը, այս հարցը շատ հստակ նպատակ ունի։ Պետք է արձանագրել, թե ինչի դիմաց է Ռուսաստանի Դաշնության նախագահան քաղաքական աջակցություն հայտարարել, որին հետևել են տնտեսական գործիքակազմի ողջ կիրառումը։ Այդ ինչ եք դուք խոստացել Ռուսաստանի Դաշնության նախագահին, որի համար այս պահին պատժվում է մեր գյուղացին։ Ինչ եք դուք խոսացել Ռուսաստանի Դաշնությանը եվրոպական ինտեգրման օրինակով, որի պատճառով հենց այս պահին տուժում են Հայաստանի Հանրապետության ամենահասարակ քաղաքացիներ, որոնք իրենց ամենօրյա գործով փորձում են ապահովել իրենց ապրուստը։ Դուք պետք է վերջո պատասխանեք, այդ ինչի դիմաց է, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարվել է հիբրիդային պատերազմ։ Պարոն Էդգար Ղազարյանը այստեղ խոսում է լեհական բիոմետրիկ անձնագրերի եւ GSP+ համակարգի մասին։ Ես չեմ կարծում, որ պարոն Ղազարյանը չգիտի, թե ինչի մասին է խոսում։ Այն բիոմետրիկ համակարգ անձնագրերի, որ ներդրված է եղել Հայաստանում, ընդհանրապես չի համապատասխանել այն ստանդարտներին, որի արդյունքում մենք կարող ենք ունենալ վիզաների ազատականացում։ Ասեմ ավելին, GSP+ համակարգից Հայաստանի Հանրապետությունը 22 թվականին զրկվել է մի պատճառով, որովհետև Համաշխարհային բանկը 3 տարի անընդմեջ Հայաստանը դասակարգել է որպես upper middle income ունեցող երկիր։ Այսինքն մենք մեր քաղաքացու բարեկեցությունը լավացրել ենք։ Շատ կարևոր է խոսելիս եվրոպական ինտեգրման գործընթացի մասին եւ առհասարակ Եվրոմիության մասին չմոռանալ այն հսկայական աջակցության փաթեթը, որ տալիս է Եվրոմիությունը։ Ժողովուրդ, Եվրոմիությունը Հայաստանի Հանրապետության համար 1 դոնորն է։ Տիկին Գրիգորյան, դուք չգիտեք ինչ է անում։ Օրինակ Սյունիքում, Թիմ Սյունիքը դուք չգիտեք ինչ ներդրումներ են անում։
Դուք գիտեք Սյունիքում ինչ ծրագրեր է իրականացնում ԵՄ-ն։ Դուք գիտեք ԵՄ-ի կողմից Հայաստանի տրամադրված գրեթե 1 միլիարդը, որը բանկերի, կենտրոնական բանկի եւ էկոնոմիկայի նախարարության միջոցով տրվել է Հայաստանին իր զորեղությունը մեծացնելու համար, որպեսզի մեր ապրանքները արտահանվեն Եվրոպական միություն։ Եվ մենք ունենք 7000 անուն ապրանք, որը կարող է արտահանվել Եվրոպական միություն։ Այդ աշխատանքը կատարվել է, եւ որ այս տարի Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանում հայտարարեց ATM-ի մասին, սա պարզապես այսպես օթից արված հայտարարություն չէ, սա հստակ կատարված աշխատանքի գնահատական է։ Եվ մենք դա չենք կարող չնկատել։ Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանի Հանրապետության մեծամասնությունը, Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրման մակարդակը այն աստիճանի է բարձրացել, որ դրան մասին գոհունակություն են հայտնում Եվրոմիության բոլոր մակարդակներում։ Մենք չենք կարող չնկատել, որ գործընկերության նոր ծրագիր կա, որտեղ որ առաջին անգամ ոլորտներից անդին քննարկվել է նաև էներգետիկ ոլորտը, եւ դա մեծ առաջընթաց է։ Այստեղ ես նկատում եմ, որ Թուրքիան փորձում է ներկայացնել որպես զուտ տարածքային մեզ հարևան պետություն, բայց մենք չենք կարող այս խոսակցությունից դուրս թողնել, որ այո, Թուրքիան մաքսային միության կարևոր անդամ է, Եվրոպական մաքսային միության, եւ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Թուրքիան բացի իր սահմանը Հայաստանի Հանրապետության հետ, որովհետեւ սա շատ մեծ առաջընթաց է նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններում, եւ որ մենք թեքվում ենք, մեզնից տեսնում ենք Արևմուտք Թուրքիան, սա ոչ միայն աշխարհագրության գիտելիք է, սա նաև եվրոպական ինտեգրման մասին հստակ գիտելիք եւ դիրքորոշում է եւ սրանից վախենալ ընդհանրապես պետք չէ։ Ես նկատեցի, որ Տիկին Գրիգորյանը նեղսրտել է, որ մենք Տիկին Հովսեփյանին հարցեր ենք տալի Լեռնային Ղարաբաղի մասին։ Նախ պետք չէ զարմանալ, որ մենք այն անվանում ենք Լեռնային Ղարաբաղ, որովհետեւ Սամվել Շահրամանյանը լուծարել է Լեռնային Ղարաբաղը։ Սամվել Շահրամանյանի հայտարարությունում նա չի լուծարում Արցախը, լուծարում է Լեռնային Ղարաբաղը եւ ստեղ նեղվելու բան չկա, այո։ Մենք Տիկին Հովսեփյանին կարող ենք եւ պարտավոր ենք հարցեր տալ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից եւ եթե դու եկել հասել ես այս ամբիոն, դու պետք է կարողանաս արտաբերել, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չէ։ Եվ սա արձանագրել է առաջին անգամ ոչ թե ԿՊ-ն, սա Ալմաթիով արձանագրված է։ Սա եթե կուզեք Տիկին Հովսեփյան ձեր դիմաց նստած Նարեկ Կարապետյանի հոր օրոք 2010 թվականին, այո, հայտնի վարչատարածքային բաժանման մասին օրենքով արձանագրված փաստ է, ասում է Սյունիքից այն կողմ ինչ է գտնվում եւ չի գտնվել այնտեղ Արցախ, Լեռնային Ղարաբաղ չեն գտնվել։ Սա 2010 թվականին ամեն դեպքում դուք սիրում եք օրենք ցիտել, եկեք ձեր կարծիքը հայտնեք նաեւ այս օրենքի վերաբերյալ։ Տիկին Գրիգորյան, ձեր օրինակ կուսակցական գործընկեր Լիլիթ Գալստյանը հաճախ մեծ գալիս բոլշևիկ է անվանում։ Ասում է բոլշևիկների պես հարձակվել եք եկեղեցու վրա, դա ռուսներին նկատի ունի, որտեղ դուք ասում եք Ռուսաստանը վերանվանելու ձևեր ենք գտել, հիմա գուցե Լիլիթ Գալստյանը դասեր տա ձեզ այս մասի ռուսներին նկատի ունեք։ Շատ լավ։ Մտած կարող ֆրանսիացի բոլշևիկների մասին էր խոսում։ Հարգելի գործընկերներ, այն ինչ որ մենք լսեցինք երեկ եւ այսօր հստակ է, որ ուժեղ Հայաստանի դիրքորոշումը եվրոպական ինտեգրման վերաբերյալ ընդհանրապես չի տարբերվում Սերժ Սարգսյանի պատկերացումից։ 5 տարի բանակցել մի բանի մասին, անել լրիվ այլ բանը։ Խոսել եվրոպական արժեքների մասին, իսկ հողի վրա համագործակցել տարածաշրջանային եկեք ավելի հստակ ասենք Ռուսաստանի հետ, ասել ժողովրդավարական ինստիտուտները ԵՄ-ի հետ, հոպը Ռուսաստանին, օրինակ դիվերսիֆիկացնել գազից ներկրող պետությունները միաժամանակ գազի խողովակները տալ Ռուսաստանից։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ուժեղ Հայաստան դաշինքի կողմից առաջարկված դիվերսիֆիկացիայի մասին, արևմտյան արժեքների մասին, եվրոպական ինտեգրման խորացման մասին, եւ եթե քանի որ 1 րոպե ժամանակ ունեմ ասեմ, պարոն Կարապետյան, դուք շատ վատ եք պատկերացնում խորհրդարանական աշխատանքները։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողով եւ եվրոպական ինտեգրման հանձնաժողով գուցե արել է քիչ քանակությամբ նիստեր։ Նիստերը հրավիրվում են հստակ օրակարգով օրենքի նախագծեր քննարկման։ Բայց օրինակ կա ՍԵՊԱ-ի կիրարկումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով, որի նիստերին մասնակցում ենք։ Կան մի շարք փակ նիստեր, կան մի շարք նիստեր աշխատանքային, որոնք եղել են տարբեր ոլորտների վերաբերյալ, իսկ դրանց գնահատական տարբեր ոլորտներ նկատվում եւ եվրոպական ինտեգրումն է տարբեր ոլորտներին վերաբերում եւ թե ինչպես ենք մենք աշխատել, դրա գնահատականը հստակ տվել է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որը մեզ օժտել է կրկին որոշում կայացնելու, ընտրել ձեզ որևէ պաշտոնում, թե ոչ։ Շնորհակալություն։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։